Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Կատարյալ դարձած Եբրայեցիս 12:23 Հիշեք, որ քրիստոնյան երկու տեսակի կատարելության կարիք ունի արդարության կատարելությունը Հիսուս Քրիստոսի անձի մեջ և սրբության կատարելությունը, որը Սուրբ Հոգին է իրագործում մեր մեջ։ Ներկայումս ապականությունը դեռևս շարունակում է մնալ նույնիսկ վերստին ծնված մարդկանց ներսում։ Հոգևոր փորձառությունը շատ շուտ համոզում է մեզ դրանում։ Մեր մեջ դեռևս կրքեր և չար խորհուրդներ կան, սակայն ես ցնծում եմ, երբ գիտակցում եմ, որ գալու է այն օրը, երբ Աստված ավարտին կհասցնի իր սկսած գործը և իմ հոգին կատարյալ կներկայացնի իր առջև, կատարյալ ոչ միայն Քրիստոսի մեջ, այլ նաև կատարյալ Սուրբ Հոգու միջոցով, որը այն չունենա որևէ արատ կամ խորշոմություն կամ ուրիշ բաներ, որ սուրբ և անարատ լինի, Եփեսացիս 5:27 Միթե կարող է ճշմարիտ լինել այն, որ այս թշվառ ու մեղսալի սիրտս մի օր սուրբ է դառնալու, ինչպես Աստված է սուրբ։ Կարող է պատահել, որ իմ հոգին, որ հաճախ աղաղակում է, ինչ խղճալի մարդ եմ ես, ով ինձ կազատի այս մեղքի և մահվան մարմնից, Հռոմեացիս 7:24 մի օր ազատվի մեղքից ու մահից ու ես այլևս չունենամ ականջներս պղտորող ոչ մի չար բան և խաղաղությունս խռովեցնող ոչ մի միտք։ Ահ այդ երջանիկ ժամը, թող այն շուտով հասնի, երբ ես անցնեմ Հորդանանը, սրբացման գործն արդեն ավարտված կլինի, սակայն մինչ այդ պահը ես չեմ հավակնի կատարելության։ Այդ ժամանակ է, որ հոգիս իր վերջին մկրտությունը կընդունի Սուրբ Հոգու կրակի մեջ։ Օ, ես փափագով սպասում եմ իմ մահվան ժամին, որպեսզի ընդունեմ այդ վերջնական մաքրագործումը, որն ինձ երկինք կհասցնի։ Ոչ մի հրեշտակ ավելի մաքուր չի լինի, քան ես, քանզի ես կկարողանամ ասել, որ կրկնակի մաքուր եմ, մաքուր Հիսուսի արյունով և մաքուր Սուրբ Հոգու ներգործությամբ։ Օ, որքան պետք է մենք գովաբանենք Սուրբ Հոգու զորությունը, որի շնորհիվ արժանի ենք դառնում կանգնելու մեր երկնավոր Հոր առջև։ Ինչևէ, թող ապագայի կատարելության հույսը չստիպի մեզ բավարարվել ներկայիս անկատարելությամբ։ Եթե ոչ, ապա մեր հույսն անկեղծ չէ, քանի որ բարի հույսը մեզ մղում է շարունակական սրբացման։ Շնորհքի գործը պետք է հիմա հարատևի մեր մեջ, այլապես այն չի կարող կատարելության հասնել ապագայում։ Եկեք ուրեմն աղոթենք, որ լցվենք Սուրբ Հոգով, որպեսզի կարողանանք ավելի ու ավելի շատ արդարության պտուղներ բերել։